Որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդանիշ չեն հրավիրում պայմանավորված է Իրանի հետ կապված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ չեն հրավիրում։ Հրավիրվել են։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ընդհանրապես տարբեր ֆորմատներ ունի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունը այն է, թե արդյոք Հայաստանի կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, ունի տարբեր սցենարներ, այո։ Իսկ ինչ ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Դա ակնհայտ է, այսինքն մեր հարևանների մասին մի քիչ ավելի ռեալ, ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել ձեր կարծիքով։ Տեսեք, երբ որ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը եւ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես հիմա չեմ կարծում, որ պիտի մենք խոսենք այս սցենարներից, որովհետեւ իմաստ չունի, հիմա սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարներ։ Ադրբեջանից ռիսկեր կան, պարոն Ռուբինյան, Ընդհանրապես, կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Պարոն Ռուբինյան, վարչապետը Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթը։ վարչապետը երկու շաբաթ անընդմեջ խոսեց կաթողիկոսի իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված է հայկական մեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են, հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են, նիստ անվտանգության կազմը քննարկել է կամ եղել են այդ գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրներին հիմա բախվում բեռնատարները Իրանի սահմանին։ Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում այս իրավիճակում պայմանավորված, հիմա ինչու են խնդիրների առաջ են տեղավորումները բեռնատարները հայ-իրանական սահմանը։ Հարկելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում էլ, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր է։ Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլ ընտրանք եւ այլն։ Հիմա